24 տարվա հեռավորությունից կրկին միասնական ու կրկին մեկ նպատակի համար ավանդույթի ուժով մայիսի 9-ին Ստեփանակերտը վերածննդի հրապարակից է շարժվում դեպի հուշահամալիր, այն նույն հրապարակից, որտեղից սկիզբ է առել ժողովրդական շարժումն ու հաղթել պարտադրված պատերազմում։ Վազգեն Ալավերդյանը մասնակցել է Հունգարիայի պատերազմին, հայրն էլ զոհվել է մեծ հայրենականում, անկեղծանում է, փորձել է ժամ առաջ լինել եղբայրական գերեզմանոցում, ծաղիկ է խոնարհել, հիշել նաև հորը, 82-ամյա արցախցին հպարտ է, պապերի գործը որդիները հիմա էլ թոռներն են շարունակում։ Մեր Արցախ աշխարհից հայրենականը մասնակցեցին 45,000 եւ վերադարձան ընդամենը 22,000, տվին 4 մարշալ, 21 հերոս, մեկ կրկնակի հերոս Նեսո Ստեփանյանը եւ 43 գեներալ։ Այդ բոլորը մեզ նվիրում են, որպեսզի մենք միշտ քանի որ դեռ կենթանի ենք հիշենք նրանց հիշատակը վարբահենք մեր բոլորի սրտերում։ Մայիսի 9-ը հաղթանակի տոն է եւ մարդիկ հիշում են այդ հաղթանակի ճանապարհին ընկածներին։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ Հայաստանի հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, խոնարհում հերոսների հիշատակին։ Մեր ժողովուրդը մեկ անգամ եւս ապացուցեց, որ հերու չի կանգնած իր նախնիներից, որ իր հաղթանակը կկրի իր ձեռքով եւ կմոտեցնի մեզ ազատությունը։ Մենք այսօր ապրում ենք ազատ ու անկախ հայրենիքում, համոզված եմ, որ կգա օրը, որ հերթական մի մայիսի մենք նաև կտոնենք մեր հաղթանակի վավերացման օրը, իրավական նշանակություն ստացած օրը, եւ մենք հպարտությամբ աշխարհին ցույց կտանք, որ աշխարհում կա մի ազգ, որը որ իր ազատության համար պայքարեց, մարտնչեց ու հասավ դրան։ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ կապիտան Իսրայելյանն Արցախյան ազատամարտում է դարձել։ Փակագծերը չի բացում, թե ինչի համար։ Համեստության հետ նաև զինվորականի մարտական ոգին է տեսանելի։ Կարենն ու Ալբերտը համազգեստով են։ Հայրն ասում է իր հետքերով են քայլում։ Հիմա նոր սերունդն էլ չեմ վատը, կարող է մի քիչ մեզանից ավելի լավ լինի։ Ինձ երկու սերունդ ունեմ, պատրաստում եմ հայրենիքը պաշտպանելու համար։ Չէ, լավ սերունդ է, իրաց գործողությունները կարող են կատարել։ Պաշտոնական պատվիրակությունը նախագահ Սահակյանի գլխավորությամբ ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան գոյամարտում զոհվածների շիրիմներին։ Նրանց օրինակը թարմ է, նրա կողքին մերօրյա քաջերի արարքը, անգամ կյանքի վերջին վայրկյանին նռնակի պայթյունով խոցելով հակառակորդի դիվերսանտներին։ Փառք մեր հերոսներին, փառք մեր զոհված առույց տղաներին եւ շնորհավոր բոլորիս տոնը։ Այնպիսի դասեր են տալիս, որ իմանան ոնց ենք սկսել, ոնց ենք անում, ոնց ենք հաղթում։ Այս ապրիլի 1-ից 5-ը մենք ապացուցեցինք ամբողջ աշխարհում, որ մենք պատրաստ ենք այնպիսի, որ կարենք հարվածային տանք մեր թշնամուն։ Մեր երեխեքը լավ գիտեն եւ բարյոկաբանական վիճակը մտնոլորտով մեր երեխաներին եւ զինված ուժերին համոզեմ, որ լավ ու ճիշտ է։ Տանք հուշարձանն է։ Շուշիի ազատագրմանն այն առաջինը մոտեցավ քաղաքի մատույցներին։ Ծաղիկները զոհված մեխանիկ վարորդի եւ նշանառու օպերատորի հիշատակին են։ Տանկը հիմա էլ ծառայում է ժողովրդին, բայց արդեն ռազմահայրենասիրական դաստիարակության իմաստով, ինչպես իր օրինակով հայրենիքին նվիրվել է սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Մայիսի 9-յան միջոցառումների շարքն այսօր շարունակել է լուսանկարիչ Մարտին Շահբազյանը, տարբեր տարիների լուսանկարներ վերածնված Արցախի մասին։ Արցախ վերածնունդ ցուցահանդեսին ներկա էին նաև Արցախի երկրորդ ու երրորդ նախագահները, դույս է տեսել նաև հեղինակի համանուն գիրքը։ Հաջորդ գիրքը որ լինի կլինի անկախության ճանաչումը եւ կվերջացնենք կդառնա հանգիստ իր համար օրինական երկիր։ Այստեղ եմ ցանկանում եւ հույս ունեմ այդ կամ կապրեմ, որպեսզի այդ վերածնունդը եւ տեսնեմ բոլոր հայ ժողովուրդը Արցախի ճանաչումը։
Ղազանչեցոտ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը կրկին ղողանջում են արդեն 24 տարի։ Շուշիի ազատագրման օրը երկրի ղեկավարությունն այստեղ է։ Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ կատարվել է հանրապետական մաղթանք, օրհնվել հայոց բանակն ու Արցախի հանրապետությունը։ Նարեկ Սահակյան, Մերուժան Հայրապետյան, Մհեր Մկրտչյան, օր։